Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորին արդեն Մարսելից, ինչ եմ ասում Մարսելից, որովհետև ես բարեհաջող հասա Մարսել Լիվիայից, ով հետևում է իմ էջին։ Եվ կմասնակցեմ, ինչպես ասել էի, այսօրվա այդ ջահերով երթին։ Մի փոքր ամեն ինչը կնկարահանեմ հեռախոսով, ինչքան որ հնարավոր է, եւ այդ ամեն ինչը կներկայացնեմ ձեզ։ Уважаемые подписчики, добрый вечер уже из Марселя. Кто следит за моей страницей, знает, что я утром был в Испании, в городе Ливия. Я успел на шествие с факелами. Напомню, что завтра, 24 апреля, весь армянский народ отмечает День памяти жертвам геноцида армян в Османской империи, в современной Турции. А сегодня по всему миру, где находятся армяне, пройдет шествие с факелами. Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ ինձ ես, ուսորիերցիան բո, երեսերակայություն բո, երեցինգան բո, որպես եկինս երևի, սսած մեր հանավազոր, դուր մեր այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մենք թող մերոց բարդավանած, և մի տանիլս մեզ իվոցություն, Այդը գրած մեզ իչարեք, զիքոյ արքայություն և եզորություն և պարկ, հավիյանս սատուենից, ամեն։ Հարգելի հետևորդներ, պատարագ ավարտվեց, հիմա արդեն քալերթն է լինելու, գնալու ենք սկզբից Սողոմոն Թելերյանի արձանի մոտ, հետո դեղից իջնենք ապրիլի 24-ի հետ, փողոցով իջնենք դեպի Ծիծեռնակավերդի հուշահամալիր։ Դե այսպիսի միջոցառումների համար մերյան ուրեմն հատուկ ոստիկանական խումբ առանձնացնում, որ ապահովեն անվտանգություն։ Այս իմ հետևում տեսնում եք ոստիկանական մեքենա։ Եղիցին կամքով որպես հերկինս և հերպի, ըսած մեր անապածոր տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մենք թողում մերոց սպարտապանած, և մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզ իչարեն, զիքոյ արքայություն և զորություն և փառք, հավիտյանս հավիտենից, ամեն։
Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արկայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզ իպորցություն, այլ պրկյազ մեզ իչարեն, զիքոյ արկայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից ամեն։ Elle fait de son mieux sur tous les fronts, non seulement politiques, mais aussi culturels, historiques et éducatifs. Mais quelle est la suite? Allons-nous rester dans la réaction permanente ou allons-nous construire un rapport de force durable? La réponse est entre nos mains. Elle est dans notre capacité à rester unis, unis dans nos idées, unis dans nos actions, unis dans notre engagement. Car l'histoire nous a appris une chose, un peuple divisé est un peuple vulnérable. Tout est vert et fleuri. Merci. Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արկայություն քո, եղիցին գամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզ իպորցություն, այդ բրգյաս մեզ իչարե, զիքոյ արկայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալը լաք Սուրբ Հոգին շնորհներով երթայք խաղաղության մեջ եւ մեր Տերը Հիսուս Քրիստոս լա ամենքիս հետ միասին ամեն։ Ամեն։ Շնորհակալություն կազմակերպիչներին եւ բոլորի ձեր ներկայության համար եւ կհանդիպենք առավոտյան ժամը 9-ին։ Le rendez-vous demain 9h à l'église arménienne de Beaumont. Merci et bonne soirée.
արգել է որտեղ ավարտվեց այսօրվա միջոցառումը ջայրով երթը տեսակ շատ կազմակերպված ձևով անցավ եւ Տեր Արշենը հայտարարեց, որ վաղը ժամը 9-ին արդեն հիմնական միջոցառումները կլինեն, կսկսվի Բոմոնի հայկական եկեղեցու մոտից, թող իջնեն կրկին այստեղ, բայց վաղը արդեն կմասնակցեն ոչ միայն հայությունը, այլ նաև Ֆրանսիայի կառավարության, պրեֆեկտուրայի, մերիայի եւ այլ հասարակական кազմակերպությունների ներկայացուցիչներ. Այնպես որ մինչ вաղ, уважаемые подписчики, завтра основные мероприятия пройдут тут же, в 9 часов начинаются, но завтра уже будут присутствовать представители власти, префектуры, мэрии и различных общественных организаций. Մինչ վաղ արգել է որտեղ